Վարչապետը աշխատանքային հանդիպում է ունեցել հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Փաշինյանը հանդիպմանը շեշտել է, պետությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի հետագա կառավարման վերաբերյալ երկու տարբերակ ունի։ Առաջինը սահմանված օրինական ընթացակարգերով հեծը ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, որից հետո հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ։ Երկրորդ տարբերակը նոր ներդրող գտնելն է։ Սա կկիրառվի այն դեպքում, եթե հնարավոր չլինի առաջինը։ Վարչապետը նշել է, որ այնուամենայնիվ ընկերությունը վերցնելու համար պետք է վճարեն, հավելել, որ ինքը կողմնակից է առաջին տարբերակին։ Հայաստանում կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը ՆԳՆ-ից են հայտնում։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել կենտրոնում, մինչ այդ պարզվել էր, որ մի խումբ անձինք Երևանի Արաբկիր վարչական շրջանում գրասենյակային տարածք են վարձակալել, կահավորել որպես հանցավոր զանգերի կենտրոն ու առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ են իրականացնում։ Հաջողվել է պարզել հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունը։ Նրանք Հայաստանի ու այլ երկրների քաղաքացիներ են։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին։ Հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը։ Քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը առնչվող հարցեր։ Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը։